TikTok-ի վիրուսային թրենդները Եվրոպայից հասել են Հայաստան։ Երիտասարդները կախվում են փողոցների լամպերից, ճանապարհ ցույց տվող ցուցափեղկերից եւ պարային շարժում դրանում։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է դադարեցնել վտանգավոր հնարքներ անելը, հանուն համացանցում կարճատև ուշադրության։ Փողոցներ մատնանշող որոշ ցուցանակներ արդեն կոտրվել են նոր թրենդի պատճառով։ Երիտասարդները սոցցանցերում դիտումներ ունենալու համար սկսել են պարել դրանցից կախված։ Ուշադրության պակաս ունեն երիտասարդներն, ասում են ավելի մեծերը, հետաքրքրություններն են փոխվել։ Մենակ տրաֆայտը լավ է, ուրիշ բաներ են։ Այս տրանսպորտի մեջ չենք այդպես կախված գնում, նույնն է, ոչ մի տարբերություն։ Ժամանակակից ջահելների մտածելակերպն է։ Տարբեր ուշադրություն գրավելու համար է դա։ Ուղղակի ուշադրություն գրավելու համար է։ Մեծ սերունդ ուրիշ բանով է զբաղվում, այս գալ սերունդ ուրիշ, մեզանց հետո շատ ավելի ուրիշ բան է, մի զարմացեք։ Ավելի վատ բաներ չկա հիմա համացանցում, որ կարան կրկնօրինակ են, քան այդ կախվելն է։ Հա, օրորի հող են կորցնում, այդ ավելի վտանգավոր է, քան այդ կախվելը ինձ թվում է։ Վտանգավոր թրենդը զվարճալի են համարում շատ երիտասարդներ։ Ամեն մարդ անում է այն, ինչ դուր է գալիս իրեն։ Անձամբ ես նորմալ։ Ամեն մարդ իր կարծիքն ունի, որ իմ համար նորմալ է, ով ինչ անում է, ես ասում եմ լավ։ Ուրեմն այս մարդու համար լավ է, այս դուր է գալիս իրան անում է։ Ոստիկանությունն արգելում է կախվել ցուցանակներից, զգուշացնում են արկածախնդիրներին, նոր թրենդը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Ռիսկայնությունը կարելի է բաժանել երկու կոմպոնենտի, առաջինը երբ վտանգվում է սեփական առողջությունը, եւ երկրորդը պետական գույքը վնասելու տեսանկյունից։ Գույքը վնասողները հնարավոր է քրեական պատասխանատվության էլ ենթարկվեն, զգուշացնում են իրավապահները։ Թրենդային այս գործողությունը լայն տարածում չի ստացել, բայց ինչպես ես նշեցի, մենք ունենք այդ վտավախությունը, այդ իսկ պատճառով սկզբից եւ այդ ոստիկանության կողմից ձեռնարկվում են կանխարգելիչ աշխատանքներ։ Կորցնում ենք ամենակարևորը՝ հանուն ակնթարթային հաճույքների, ցավով արձանագրում են ավագ սերնդի մարդիկ։ Դա նորմալ չի, դուք ճիշտ հասկացեք, մենք կորցնում ենք մարդկայինը, կորցնում ենք սերը, կորցնում ենք գեղեցիկի հասկացողությունը, մենք կորցնում ենք մեր հոգին, մտածելակերպը անտանելի, կայֆեր, նրանք չեն կարում հասկանան հասարակ մի բան հարբել կարելի է սիրուց, գեղեցիկից։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան, Միլենա Պողոսյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։